Միջազգային իրավունքը, մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրությունը արգելում են միջամտել այլ ինքնիշխան երկրների գործերին։ Իհարկե Մակրոնի այս ֆրազի մեջ ուղղակի միջամտություն չկա, որտեղ ուղղակի միջամտությունը ենթադրում է օրինակ ուժի կիրառման սպառնալիք կամ դրա կիրառում, կամ այնպիսի գործողություններ, որոնք ուղղակիորեն ազդում են ընտրությունների արդյունքների վրա կամ պահպանում ու տապալում են որևէ իշխանության, բայց Մակրոնի ուղիղ միջամտություն եթե չկա, չի նշանակում, որ նրա խոսքի մեջ միջամտության այդ բաղադրիչ չկա, կա, որտեղ Մակրոնը ոչ թե ինստիտուցիոնալ ժողովրդավարությունն է պաշտպանում, այլ իրեն դիրքավորում է Նիկոլ Փաշինյանի պաշտպանի դիրքերում եւ ըստ էության բոլոր այն այլանդակությունները, որ արել է Փաշինյանը, վերցնում է իր պաշտպանության տակ։